Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացում օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Փաթեթի բովանդակությունը ներկայացնեմ մի քանի հիմնական կետերով։ Առաջինը օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների վարչարարության թվայնացումն է։ Մինչ այս 2022 թվականից միայն աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վարչական վարույթն է իրականացվում էլեկտրոնային եղանակով։ Ներկայումս այս փաթեթի ընդունմամբ եւ տեխնիկական միջոցների ներդրմամբ օտարերկրացիներին տրամադրվող բոլոր կացության կարգավիճակները լինեն ժամանակավոր, մշտական եւ նրանց բոլոր հիմքերը աշխատանքի, ուսման, ձեռնարկատիրական գործունեության եւ այլ հիմքերով ամբողջապես գործընթացը կթվայնացվի։ Երկրորդը մենք որոշակի հստակեցում ենք մտցրել կացության կարգավիճակների, տեսակների եւ վարույթների ուրեմն գործընթացում մենք համապատասխանեցրել ենք ըստ էության կացության կարգավիճակների չափանիշները եվրոպական ստանդարտներին եւ այժմ մենք ունենանք ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակներ։ Հստակեցվել են նաեւ այդ կացության կարգավիճակների հիմքերը, սահմանելով, որ հատուկ կացության կարգավիճակին բնորոշ ազգությամբ հայ լինելը եւ նշանակալի ներդրում ունենալը տնտեսության եւ այլ ոլորտներում կսահմանվեն որպես մշտական կացության կարգավիճակի հիմքեր։ Երրորդ կարևոր փոփոխությունը աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման վարույթում ուրեմն նախատեսված փոփոխությունն է։ Նախկինում մենք ունեինք մի գործընթաց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այդ վարույթի շրջանակներում գործատուին պետք է առաջարկեր ուրեմն հայաստանցի աշխատողի Հայաստանի Հանրապետության քաղաքացի գործազուրկի թեկնածություն եւ այդ պրակտիկան մեր մոտ կիրառվել է շուրջ 3 տարի ըստ էության մենք տեսել ենք որ 18000-ից ավել վարույթների ընթացքում այս պրակտիկան կիրառվել է շուրջ 10 անգամ ըստ էության չգործող պրակտիկա է եւ մենք այս փոփոխություններով առաջարկում ենք այդ պրակտիկան վերացնել դրա փոխարեն ոչ միայն դրա փոխարեն, բայց այդ թվում եւ դրա փոխարեն առաջարկում ենք ներդրնել քվոտավորման համակարգը ըստ կացության կարգավիճակների, տեսակների եւ հիմքերի եւ սահմանել լիազորող նորմ, որով ուրեմն կառավարությունը յուրաքանչյուր տարի պետք է անդրադարձ կատարի քվոտավորման համակարգին։ Որոշակիորեն վերանայվել են նաեւ կացության կարգավիճակների համար սահմանված պետական տուրքերը, որոնք վարչարության ծավալների ավելացման, ինչպես նաեւ այն ծախսային մասով որը իրականացվում է վարչարության իրականացման համար երկար ժամանակ չէին վերանայվել, ըստ այդմ ուրեմն ժամանակավոր կացության կարգավիճակի համար սահմանվել է 150,000 պետական տուրք եւ մշտական կացության կարգավիճակի համար 250,000 պետական տուրք։ Սրանք հիմնական կետերն էին, եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։